Ողջույն 24-ի եթերում հետագիծն է եւ ես Նարեկ Գալստյանը, այս պայն ես իմ տաղավարում հյուրընկալել եմ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միության համահիմնադիր Միքայել Համբարձումյանին, պարոն Համբարձումյան, ողջունում եմ եւ շատ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Առաջին անգամ եք մեր տաղավարում, ասում եմ ձեր ոտքը խերով լինի։ Կփորձենք, եթե այսպես ինֆորմացիոն տեղեկատվական առիթների պարագայում բարբերաբար հրավիրել, եթե դուք պատշաճ գտնեք անշուշտ եւ գաք։ Պարոն Համբարձումյան, տեսեք, Հայաստանի շուրջ եւ Հայաստանի ներսում արդեն մոտավորապես 1 շաբաթ է լրտեսական այսպես սկանդալների շարք է, սկսվել։ Նիկոլ Փաշինյանը արդեն անդիմությանը չի անվանում պատերազմի եռագլուխ կուսակցություն, անվանում լրտեսական եռագլուխ կուսակցություն, այսինքն անընդհատ շոշափում են հատուկ ծառայություններ, ռուսական հատուկ ծառայություններ, արտասահմանյան հատուկ ծառայություններ, ադրբեջանցիներ, ինչ-որ խառնարանի մի տպավորություն է ստեղծվել։ Առաջին հանգամանքը, որի մասին կուզեի խոսել, այդ ինսայդերի հայտնի հրապարակումն էր, որտեղ գրվում էր, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները Հայաստանում պատրաստվում են հեղափոխություն, հեղաշրջում կազմակերպել, ներկայացվում էր Հայաստանում ռուսական գործակալական ցանցի կամ պաշտոնական ռեզիդենտուրայի, չգիտեմ, նկարները, այսինքն սա մի հատ, չգիտեմ, տեղեկատվություն էր, որը պարզ լրագրողական եղանակով դժվար էր իմ կարծիքով գտնելը, հա, ինչքան որ ես եմ հասկանում։ Ինչ է կատարվում մեր երկրում։ Տեսեք, Նարեկ, հայրենիքի դավաճանություն, պետական դավաճանություն, լրտեսություն, ԱԱԾ գործակալ լինել, չլինել, այս խոսույթը այնքան են ցածրացրել, որ մեկ-մեկ թվում է, թե երբ հարևանը հարևան հետ վիճում է, սկսում են իրար մեղադրել, այ դու պետական դավաճան ես կամ դու, չգիտեմ, լրտես ես։ Այսպեսին է մեր իրավիճակը, որպեսզի պարզ լինի, թե ինչ է նշանակում պետական դավաճանություն, ես փորձեմ սանկցիայի դիսպոզիցիան ձեզ ներկայացնել, այսինքն ամբողջ այդ հոդվածի էությունը, որ մարդիկ էլ հասկանան վերջի ով է պետական դավաճան, ով է հանդիսանում պետական դավաճանը։ Տեսեք, քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածով սահմանվում է պետական դավաճանության հոդվածը։ Լավ։ Այն համարվում է առանձնապես ծանր հանցագործություն, պատժվում է սանկցիան 15-ից 20 տարի նախատեսվում է ազատազրկում կամ ցմահ ազատազրկում։ Ինչպես ասացի, դասվում է առանձնապես ծանր հանցագործությունների թվին, պետական դավաճանության հոդվածի սուբյեկտ կարող է հանդիսանալ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Եթե սուբյեկտը Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի, այսինքն հանցագործություն կատարած անձը, այլ օտարերկրյա քաղաքացին է, դա դառնում է արդեն լրտեսություն, որը ներառված է քրեական օրենսգրքի 424, եթե չեմ սխալվում, հոդվածում։ Այսինքն այլ երկրի քաղաքացին շփիոնություն արել Հայաստանում, դրանով ձերբակալվել է մոտավորապես էլ։ Այլ պետության քաղաքացին, եթե լրտեսություն է արել Հայաստանի Հանրապետություն, ուրեմն 400 կարող է մեղադրվել 424 հոդված։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին 418 հոդված։ Որը պետական դավաճանություն։ Որը պետական դավաճանություն է համարվում։ Ուրեմն եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին գործում է ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության ու նաև արտաքին անվտանգության դեմ է գործում, դա արդեն առաջացնում է իմ կողմից նշված պետական դավաճանության հանցակազմ։ 4 գործողություններ գոյություն ունեն, որոնք կատարելու դեպքում առաջանում է այս հանցակազմը։ Առաջինը դա, երբ որ ինչ-որ մարտական գործողությունների ընթացքում, ռազմական գործողությունների ընթացքում անձը անցնում է թշնամու կողմը, դա առաջին գործողությունն է։ Երկրորդը, երբ անձը համագործակցում է օտարերկրյա պետության, օտարերկրյա կազմակերպության կամ միջազգային որևէ կազմակերպության հետ եւ այդ կազմակերպությանը, պետությանը հանձնում է պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, սա կարևոր է, ուզում եմ ֆիքսել, պետական գաղտնիք կազմող տեղեկություններ։ Այսինքն, եթե դու համագործակցում ես օտարերկրյա պետության հետ, օտարերկրյա որևէ կազմակերպության հետ, միջազգային կազմակերպության հետ, բայց քո հանձնած տեղեկությունները պետական գաղտնիք չեն պարունակում, այստեղ հանցակազմ գոյություն չունի։ Ինֆորմացիայի փոխանակման իմաստով եմ ասում։ Եթե դու համագործակցում ես, հաջորդ գործողությունը դա պետական դավաճանությունն է լրտեսության ձևով։ Այս իրավիճակում լրտեսությունը ինչը օրենսդիրը ինչը նկատի ունի, երբ անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացին համագործակցում է օտարերկրյա հետախուզական ծառայությունների հետ։ Երբ անձը համաձայնություն է տալիս եւ սկսում է համագործակցել հետախուզական ծառայության, օտարերկրյա հետախուզական ծառայության աշխատակիցների հետ նույն իմ կողմից վերնշված նպատակներով, վնաս հասցնելու նպատակներով, այդ դեպքում արդեն անկախ ինֆորմացիայի բնույթից պետական գաղտնիք ես դու իրենց հայտնում, թե ցանկացած ինֆորմացիա արդեն առաջացնում է հանցակազմ։
Ընդ որում, եթե դու համաձայնություն ես տալիս, ընտրում ես ծածկանուն, գաղտնանուն, ստորագրություն ես տալիս, որ այո, ես կհամագործակցեմ հետախուզական ծառայություններ, արդեն ավարտված հանցակազմ է առաջանում։ Հաջորդը արդեն եւ 4-րդ գործողությունը դա ճշտամական գործողություններին ցանկացած եղանակով օգնելն է։ Դա եւս առաջացնում է պետական դավաճանության հանցակազմ։ Հիմա ինչպես արդեն ես բնութագրեցի, սա ինչպես ես ձեզ ասացի արդեն, սա շատ լուրջ հանցագործություն է եւ ազգային անվտանգության ծառայությունում երբ նման դեպքեր էին բացահայտվում, աշխատանքները այս քրեական գործերով իրականացնում էին ամենապրոֆեսիոնալ աշխատակիցները։ Եթե քեզ վստահում էին, որ դու քննես պետական դավաճանության հետ հայրենիքի պետական դավաճանության հետ կապված քրեական գործ, դա համարվում էր պատիվ, որովհետև դա նշանակում էր դու հասել ես այն level-ին, այն կարգավիճակին, որ քեզ վստահում են եւ ամենակարևոր գործերն էր, այսպես ձեզ ներկայացնեմ։ Համենայնդեպս մեր համակարգում, մեր ստրուկտուրայում այն օպերատիվ աշխատակցին, ում որ հաջողվում էր նման գործ բացահայտել, նա եւս համարվում էր ամենապրոֆեսիոնալ աշխատակիցներից մեկը։ Այսինքն սա համարվում էր աշխատանքի կարիերայի պիկը, այսպես ասեմ ձեզ։ Ես ու այսպես ասեմ, նման գործերի քննությունը սիրում է լռություն։ Այսինքն աշխատանքը սկսվում էր, աշխատանքը կատարվում էր, այն հանրայնացվում էր միայն այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը արդեն այդ աշխատանքի են հրատապ գործողությունների, անհետաձգելի գործողությունները ամբողջությամբ կատարված էին լինում եւ արդեն իշխանությունները, պետությունը արդեն հնարավորություններ ունենում հասարակությանը ներկայացնելու կատարված աշխատանքի մասին։ Ապացուցողական բազան ավարտված էր։ Միանշանակ, այո։ Գիտեմ, վկաններ, մյուսը եւ այլն այս կոմենտ։ Այո, լրիվ։ Ամբողջ կապերը բացահայտված այո, լրիվ։ Նոր հետո հրապարակում։ Իհարկե։ Կամ եթե դու կամ եթե նպատակ է լինում ակտիվացնելու ամբողջ process-ները նրա շրջապատում, եւ դա տակտիկական արդեն իմաստով է, բայց հիմնականում այդ քրեական գործերը քննում են լրության պայմաններում, երբ հարայնացվում են մենակ այն դեպքում, երբ արդեն ձեր ասած բոլոր գործողությունները իրականացված է լինում։ Մի բան էլ ասեմ, չէին լինում դեպքեր, ես չեմ հիշում այդպիսի դեպք, որ նման մեղադրանքով գործ ուղարկեր իր դատարան եւ մարդը արդարացվեր։ Չէ լինում է, որովհետեւ շատ լուրջ էին վերաբերվում այս Մենք խոսում ենք մինչեւ 2020 թվական։ Մենք սա խոսում ենք մինչեւ 2018 թվականը։ Միջև իշխանափոխությունը։ Այսինքն, եթե այդպիսի գործեր լինում, դա լինում էր ղեկավարության ուշադրության կենտրոնում անձնական հսկողության ներքո։ Ու այդպես միջև վերջ, ասեմ ձեզ ասեմ։ Հիմա իրավիճակը լրիվ այլ է։ Տեսեք, 2018-ից հետո միջև այսօր 2026 թվականը պետության անվտանգության սահմանադրական կարգի պահպանության հիմունքներին դեմ ուղղված հանցագործությունների թիվը ԱԱԾ հաղորդագրությունների հիման վրա եմ ձեզ ասում։ Անցնում է 90 դեպքից ավելի 90 դեպքից ավել արձանագրում է, հաղորդագրություն է տարածվել։ Սա այսպես ասած աննախադեպ թվերի աճ է։ Սա խոսում է մի բանի մասին, որ մեր երկրում ինչ-որ մի բան այն չի։ Այսինքն, եթե նման հանցագործությունները այդպես մեծ թիվ են կազմում, սա նշանակում է, որ մեր երկրում իսկապես իրավիճակը խեղվել է եւ հրատապ լուծման անհրաժեշտություն կա։ Հիմա անդրադառնամ կոնկրետ ձեր կողմից տրված հրապարակմանը։ Եվ ոչ միայն հրապարակման, ընդհանրապես այս հատուկ ծառայությունների պայքար հիշեցնող ընտրական շրջանին, էլի այս։ Դե տեսեք, սա բնական է, մեր երկիրը թևակողել է մի զարգացման մի փուլ, մի этап, երբ այստեղ խաչվում են բոլոր գերտերությունների շահերը։ Մենք մի հրապարակում ունեինք արված, սա մեր Հայաստանի Հանրապետության տարածքը վերածվել է մի բացառիկ տարածքի, որտեղ ծածանվում են գրեթե 5 կամ 6 պետությունների դրոշներ։ Ընդ որում իրար հետ հակամարտող երկրների դրոշներ։ Գիտեք, Եվրոմիության ներկայացությունը կա այստեղ դիտորդական առաքելությունը, կա ռուսական ներկայացությունը սահմանապահ զորքերի տեսքով, 102 ռազմաբազայի տեսքով, հիմա արդեն TRIP-ի հետ կապված լուրջ ամերիկյան դրոշը, իրանական դրոշը, ադրբեջանական դրոշը, հասկանում եք, մեր տարածքում օկուպացված։ Սա աննախադեպ եւ աննորմալ իրավիճակ է եւ դա բերելու է դեռ լավ է, որ դեռ հատուկ ծառայությունների մակարդակով է այս պայքարը գնում։ Հուսանք, որ չի հանգեցնի, այսպես ասած, ռազմական բախման, որը բավականին ռեալ է, որովհետև ելի եմ կրկնում, վարված քաղաքականության ընդհանուր այս իրավիճակով պայմանավորված մենք մեր երկիր հրավիրել ենք բոլոր ուժերին, ընդ որում հակամարտող ուժերի։ Ու սա ինչի կհանգեցնի ժամանակը ցույց կտա։ Ամեն դեպքում, տեսեք, թեմայի շուրջ ես կուզենայի անդրադառնալ վերջին հատկապես մեծ հնչեղություն ստացած Անդրանիկ Թևանյանի հետ կապված դեպքին։ Կհասցնենք Անդրանիկ Թևանյանին։ Պարոն Համբարձումյան,
ես էլի ինսայդերին վերադառնամ, առաջին անգամ ես հիշում, որ որևիցե օտարերկրյա լրատվամիջոց հրապարակումա իբր թե, որովհետև չգիտեմ դա ճիշտ է թե սխալ է, Հայաստանում գործող ռուսական գործակալական ցանցի կամ ռեզիդենտուրայի կոնկրետ անվանումները, անցած հետագիծը, որ բանում են ծառայել, զորամասում են ծառայել, այդ կոդերով գրված եւ այլն։ Սա այդպիսի հրապարակում մենք ունենք արդեն։ Հիմա ուզում հասկանալ, թե սա ձեզ կարող էր հայտնվել որից է լրատվամիջոցում զուտ լրագրողական հետաքննության հետևանքով, թե սրա հետևում այլ երկրի այլ հատուկ ծառայությունա կանգնած ձեզ, սա առաջին հարցը, եւ երկրորդը արդյոք սա չի բերում նաեւ հակազդեցության, այսինքն կա այնպես տպավորություն, որ վաղ թե ուշ մի օր ասենք կարող ռուսները խոսքի, չգիտեմ, ուրիշի բան գործակալական ցանցը բացահայտեն Հայաստանում ու երկիրը դառնա, ես հիշում եմ Սառը պատերազմի ժամանակ Վիեննան համարվում էր, այսպես հիշել ասելով կարդացել եմ, հակամարտող հատուկ ծառայությունների շփման վայր։ Հիմա իմ տպավորությունն է, որ Հայաստանն է դարձել այդ տարատեսակ հատուկ ծառայությունների բանը, այսպես կռվախնձոր։ Տեսեք, իհարկե սա հնարավոր չէր այդ ինֆորմացիան ստանալ լրատվական հետաքննության շրջանակներում։ Ես դա բացառում եմ։ Իմ խորը համոզմամբ սա արևմտյան հետախուզական ծառայությունների կատարած աշխատանքի արդյունք է։ Ընդ որում ձեր կողմից նշված ինտերնետային լրատվական կայքը Ռուսաստանում պաշտոնապես գրանցված է որպես օտարերկրյա գործակալ։ Ինոգենտ, հայերենով օտարերկրյա գործակալ։ Այսինքն սա նշանակում է, որ իրենք ռուսները եւս գիտեն, որ այս լրատվական կայքը գործում է իշա արևմուտքի։ Ես վերջերս նայեցի նաեւ ռուսական, այսպես ասած, իշխանությանը մոտ լրատվականների կողմից կատարված վերլուծություն այս հրապարակման հետ կապված, որտեղ իրենք եւս չէին շղթում, որ սա արևմտյան հետախուզական ծառայությունների բաց թողնված ինֆորմացիան է։ Դրա հետ միասին որոշակի կոնկրետ դետալների վրա ուշադրություն հրավիրելով ցույց էին տալիս, որ ինֆորմացիան սարքված է, այսինքն տվյալները իրական չեն եւ չեն համապատասխանում իրականությանը։ Հիմա ես չեմ ուզում դրանց մասին անդրադառնալ, կոնկրետ թե ինչի վրա են մեր ուշադրությունը հրավիրում, բայց այնտեղ կոնկրետ անձին կային, որ ասենք, երբ որ իրենք մեկնաբանություն էին տալիս, որ այստեղ այս հանդիպումների ընթացքում Հայաստանում եղել, պաշտոնապես ներկայացնում են, որ արդեն շուրջ 6 ամիս նա Հայաստանում չի աշխատել։ Այսինքն սա այդ հիբրիդային պատերազմի գործիքակազմով բաց թողնված ինֆորմացիա է, որպեսզի ցույց տան, որ Ռուսաստանը Հայաստանում փորձում է ազդեցություն գործադրել, փորձում է ազդել ընտրությունների ընթացքի վրա հատկապես։ Ինչու՞ չէ։ Պայքար է, ես էլ եմ ասում։ Ու այս պայքարը բնական է, որ պետք է տեղի ունենա, որովհետև Հայաստանում այսօր Հայաստանը հայտնվել է այս գերտերությունների ուշադրության կիզակետում։ Իսկ դրա հետ միասին փաստացի այդ նույն աղբյուրները եւ դրան հետո հաջորդող աղբյուրները, որոնք ավելի շատ կապված են ադրբեջանական հիմքերի հետ, այդ Խրոնիկա Կավկազը եւ այդպիսի այլ բաներ կային, դեպ 24-ին էլ է գրված, իթիվս բազմաթիվ այլ լրատվամիջոցների, էլի աղմկահարույց սկանդալների համատակ ինչ որ ցանկ էր, մարդկանց անուններ էին արտահոս դեպի բան հրապարակում։ Սա այդ ամեն ինչի մեջ կար նաև որ Սամվել Կարապետյանը 90-ական թվականին աշխատել է Ռուսաստանի դաշնային անվտանգության դաշնային ծառայությունում, FSB-ում այսպես կոչված, հա։ Հիմա դուք մարդ, որը երկար ժամանակ աշխատել եք հատուկ ծառայություններում, այդպես լինում է, որ մարդ աշխատում է, չունեմ, FSB-ում, ոչ թե գործակալ, այլ գործի անունը հենց FSB-ի աշխատող է, այդ ընթացքում բիզնեսով է զբաղվում, հետո դառնում է ամենախոշոր գործատերներից մեկը, այսինքն սա հիմա չեմ հարցում fake-ա թե չէ, որովհետև մանա, բայց սա տակ կարա լինի իրականություն, թե ոչ, այդպիսի պրակտիկա կա, թե ոչ։ Տեսեք, Նալեկ, ես ձեր ընկերներին պարզապես խորհուրդ եմ տալիս այդպիսի ինֆորմացիաներին, երբ որ դուրս են տալիս, այսինքն ակտիվ կայան անում, ցույց են տալիս հանրությանը, բաց են թողնում, անպայման շատ ուշադիր հետևել, կարդալ, տողատակերը տեսնել։ Սամվել Կարապետյանի վերաբերել հրապարակման օրինակով հենց ուզում եմ, որ մարդիկ ավելի ուշադիր լինեն նման հրապարակում, հատկապես նախընտրական ժամանակահատվածում, որովհետև պարզ դա նպատակ ակնհայտ է սևացնել քաղաքական այսպիսի ակտիվ գործունեության մեջ մտած մարդուն, ինչու եմ այսպես ասում։ Տեսեք, ըստ հրապարակման Սամվել Կարապետյանը 99 թվականին արտասահմանյան անձնագիր ստանալու ժամանակ իր այդ անձնագրի համար հիմք հանդիսացած փաստաթղթերից որևէ մեկում, չգիտենք փաստաթղթի անվանումը,
Սամվել Կարապետյանի վերաբերյալ նշում է արվել որպես աշխատանքի Ինֆորմացիոն ցենտր Facebook։ Հիմա տեսեք, սա պարզապես անհետեթություն է։ Ինչի համար է անհետեթություն, որովհետև անձնագիրը տրվում է ոստիկանության կողմից եւ Հայաստանում եւ Ռուսաստանի օրենսդրությամբ։ Դա ոստիկանության համապատասխան ստորաբաժանումն է հիմքերը ստեղծում եւ մարդուն անձնագիր տրամադրում։ Ուրեմն, եթե ընդունենք տրամաբանորեն, եթե պայմանական ընդունենք, որ այդ ժամանակ Սամվել Կարապետյանը համագործակցել է, պատկերացնենք ՖՍԲ-ի հետ, Դաշնային անվտանգության ծառայության հետ, ուրեմն ստացվում է, որ Դաշնային անվտանգության ծառայությունը իր այդ համագործակցող մարդու վերաբերյալ նշում է արել ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի կամ անձնագրային վարչության համապատասխան փաստաթղթում ու դա տեսանելի է դարձել ոստիկանության բոլոր աշխատակիցներին։ Սա անհետեթություն է։ Այսինքն ո՞նց կարող է այդպեսի բան լինել։ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համակարգի հետ համագործակցությունը դա պետական գաղտնիք է։ Այսինքն մարմինը ամեն ինչ անում է, որպեսզի այդ համագործակցության փաստը հայտնի չդառնա ոչ մեկի։ Իսկ այս պարագայում նշանակում է, որ իրենք նշում են արել այդ փաստաթղթում, որ ամբողջ ոստիկանական համակարգը դա տեսնի։ Խոսքը գնում է ՖՍԲ-ի ինֆորմացիոն IC-ի մասին, ինֆորմացիոն կենտրոն, այդ նման ինֆորմացիոն կա նաև Հայաստանում։ Ոստիկանությունը իր ինֆորմացիոն կենտրոնը։ Այսինքն տեղեկատվական կենտրոնը կա։ Իհարկե, որը մամուլի հետ է աշխատում։ Ոչ, ունի տեղեկատվական կենտրոն, որտեղ կուտակվում է տարբեր շտեմարաններ։ Ինֆորմացիոն կենտրոնը, այդտեղ անձանց վերաբերյալ կա բազաներ, օրինակ ահաբեկչության մեջ կասկածվող անձանց տվյալներ կան, թմրամիջոցների շրջանառության հետ կապված այդ բազաներ, այդ խոսքը, այսինքն այդպիսի ինֆորմացիոն, հիմա այդպիսի մի ինֆորմացիոն կենտրոններ բնականաբար կա Ռուսաստանում, Ռուսաստանի հատուկ ծառայություններում։ Եվ այո, եւ հիմա այդ նշումը միայն 1000 բան կարող ես դրա տակ մտածել, բայց երբեք ոչ գործակալի հետ կարող ես մարդուն մեղսագրել, որ ինքը գործակալ է, դրա համար իր անունը այդտեղ նշված է։ Ես տեսա, որ Նարեկ Կարապետյանը սկրիներ էր հրապարակել, որ այդ թվականին Կալուգայում անձնագիր ստացած հարյուրավոր մարդկանց դիմաց գրված էր ՖՍԲ-ից։ Իհարկե, ուրեմն ՖՍԲ-ի IC-ից ինֆորմացիոն կենտրոնին ինչ որ հարցում են արել կամ ինչ որ հարցում են տեղի ստանալուց հետո զետեղել են այդտեղ։ Այսինքն ինֆորմացիայի պարզ փոխանակման մասին է խոսքը գնում։ Հիմա դա եթե վերագրում են, ասում են, այ տեսեք Սամվել Կարապետյանը համագործակցել է այդտեղի հատուկ ծառայությունների կամ աշխատել է, ես շեշտում եմ, սա ոչ մի տրամաբանության մեջ ու դա դնման հետևության հանգելու համար հիմք է տալիս ոստիկանության անձնագրային բաժնում եղած փաստաթղթերը անմտություն անհատետություն է դրա հիման վրա նման հետևության հանգելը կամ հետևություն անելը կամ այդ լուրը նման կերպ ներկայացնելը զուտել եմ ասում պայմանավորված եմ մարդուն վարկաբեկելու սևացնելու նպատակ այլ նպատակ ես չեմ տեսնում Պարոն Մարտման Սամվել Կարապետյանի թեման շարունակելով Նարեկ Կարապետյանին ասում էլ գիտեք որ Ռուսաստանի քաղաքացի այդպեսի հրապարակում եղավ էլի նույն այսպես լրատվականներից մեկը, եթե լրատվականն անշուշտ չգիտեմ, հետո ռուսները անմիջապես եկրեցին, որ երբեք քաղաքացի չի եղել, բայց դա արդեն տարածվեց Հայաստանում, որ քաղաքացի է եղել։ Հիմա մեր մոտ ո՞նց է այդ պրոցեդուրան տեղի ունենում, այսինքն եթե մեկի մասին ասում են, որ ինքը ընտրությունների մասնակցել է, բայց ասենք Կամբոջայի քաղաքացի է, եւ Կամբոջայի իշխանությունները հերքում են, ասում են չի եղել, ինքը մերի քաղաքացի չի եղել։ Սրանով հարցը փակվում է, թե Նարեկ, տեսեք Սամվել Կարապետյանի դեպքում էլի հասկանում եմ բարդություններ կա, պատկերացնենք, ասենց պայմանական եմ ես ասում, որտեղ անհետեթություն է, բայց ընդունենք Սամվել Կարապետյանը իսկապես աշխատել է կամ համագործակցել է անտեղի հատուկ ծառայությունների հետ։ Ինֆորմացիան ստանալը, հերքելը կամ ժխտելը հերքելը կամ հաստատելը բավականին բարդ է։ Այսինքն ոնց պիտի կարողանաս պարզես, պետք է լուրջ աշխատանք կատարես, որպեսզի այդ համոզվես ճիշտ է դա թե սխալ է։ Բայց Նարեկ Կարապետյանի պարագայում քաղաքացի է թե ոչ, դա բավականին ջուրին է։ Ես այսպես եմ մտածում, եթե կար նման տվյալ, եթե ստացել են նման տվյալ, ինչ որ ռեգիստրի, ինչ որ չգիտեմ որտեղից գտել են, այսինքն որ տեսել են, որ Նարեկ Կարապետյանը հանդիսանում է Ռուսաստանի քաղաքացի, ի վերջո դա բազում եղանակներ կար, ու ժամանակ էլ ունեին, ստուգեին, ճշտեին, ավելի համոզիչ ապացույցներ ձեռք բերեն, օրինակ անձնագրի կոպիան ձեռք բերեին կամ ասենք պարզեին, սեկտի տվյալները հանեին, ասենք սահմանահատման ոչ Հայաստանի, թեկուզ դրսի Այսինքն ռուսական պասպորտ։ Իհարկե, տեսնեին այդ ռուսական ազնագիրը օգտագործվել է թե չի օգտագործվել։ Ստեղծեին ծանրակշիռ ապացույցներ, նոր հանրայնացնեին, նոր դրա հետ կապված ինչ-որ գործողություններ կատարեն, բայց այստեղ տեսեք նույն ձեռն պահեն մնացել չկան այդ ապացույցները, ընդհանրեն օգտագործում են, այսպես ասած, ագիտացիոն նպատակով։ Դե քրեական գործ հարուցել են։ Հետո ինչ, տասնյակ նման քրեական գործեր, ինչքան քրեական գործեր կան, այդ քրեական գործերը տարիներով կարող են այդպես քննվել։ Հասկանում եք, ասածս ո՞րն է, երբ որ քայլ ես անում հատկապես դու ունես հետախուզություն, նոր կառույց եք ստեղծել, ինչ խնդիր է, ունեք Մոսկվայում ներկայացություն,
միջև քայլանելը, միջև հրապարակելը, միջև մարդուն վարկաբեկելը, իսկ դա վարկաբեկում է այս իրավիճակում, որովհետև դու ընտրությունների ժամանակ փաստորեն ստացվում է, որ դու այդ տվյալ տեղեկությունները թաքցրել ես, դու կեղծիքի ես գնացել։ Դու պետք է ծանրակշիռ փաստը, ապացույցը ձեռք բերես, նոր քայլանես։ Ի վերջո մենք պետություն ենք։ Եվ մեր իրավապահ մարմինները իրավունք չունեն կիսատ աշխատելու։ Հիմա այդ պետության հանգամանքով, պարոն Համբարձումյան, շատ այսպես ասում են ռուսները ասում են гром среди ясного неба, այդպիսի ազդեցություն թողեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ շուտով ԱԱԾ-ն կհրապարակի կդիմի քննչական, թե ինչպես Բարգավաճ Հայաստանի նախընտրական ցանկից մեկը հայնիկի դավաճանության գործ է կատարել եւ այլն եւ այլն։ Այդ մի երկու ժամվա ընթացքում այդ առաջի տասնյակի բոլոր մարդկանց անունները շրջանառվեց, մեկումից զանգում որպես կարող նայ կարողանա, վերջը պարզվեց Անդրանիկ Թևանյանի մասին է խոսքը, երկրորդ համարի մասին է խոսքը։ Հիմա ակնհայտ է, որ սատակ նախընտրական բան կար, PR կար, հիմք կար, դա հետո վերցվեց եւ սկսվեց օգտագործվել ամբողջ ընտրարշավի ընթացքում, բայց այնօրի մարդուն կալանք են տվել։ Միթե միայն նախընտրական PR-ի հիմքով կալանք տալը հնարավոր է թե ոչ։ Ես փորձեմ նախ գիտեք, քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց դեպքի հետ կապված։ Ես մի պահ դրան անդրադառնամ, հետո քրոնոլոգիային կանդրադառնամ, թե ոնց է իրադարձությունները կատարվել ու կփորձեմ գնահատական տալ։ Տեսեք, հայտարարության մեջ ինչ նշվեց։ Նշվեց, որ Անդրանիկ Թևանյանն 2024 թվականին հավաքագրվել է ռուսական հատուկ անունը չնշվեց երկիրը, օտարերկրյա հատուկ ծառայություն, հետախուզական ծառայությունների կողմից։ Ես քիչ առաջ երբ որ ներկայացնում եմ ձեզ պետական դավաճանության դիսպոզիցիան, այնտեղ ձեզ ասեցի չեմ, որ լրտեսության եղանակով գործող իրենք ներառել են հենց լրտեսությունը, այսինքն որ Անդրանիկ Թևանյանը ոչ թե համագործակցել է օտարերկրյա պետության հետ, այլ հենց հետախուզական ծառայությունների հետ է համագործակցել։ Այսինքն դերասացի պես ստորագրել է, ծածկանունը ստացել եւ այլն։ Սա ամենադժվար ապացուցելի գործողությունն է։ Այսինքն, որպեսզի դու ասես ինքը 24 թվականին համագործակցել է օտարերկրյա հետախուզական ծառայության հետ, դու պետք է ցարակշիռ ապացույց ունենաս, դու պետք է ունենաս իր ձեռքի ստորագրությունը, որ տվել է, կամ պետք է ունենաս այլ ծանրակ վկայություն, կամ ինչ-որ մի տվել, որ իսկապես նա համագործակցում է հետախուզական ծառայություն։ Ունեն թե չունեն, ես չգիտեմ, չեմ կարող, բայց ուզում եմ դուք եւ ձեր ունկնդիրները իմանաք, որ այդպիսի տվյալ պետք է ունենան նման հրապարակում անելու համար։ Հետո հաջորդ կարևոր շեշտադրումը, որ արված էր, նշված էր, որ բացի ու այդ հետախուզական ծառայությունների հետ համագործակցության ընթացքում տրամադրել է ազգային ժողովի 2024 թվականին փակ գաղտնի նիստերի ընթացքում այսպես շրջանառված տեղեկատվությունը ռուսերեն թարգմանությամբ սղագրել է ռուսերեն $620,000 գումարի դիմաց։ Նախ ասեմ ձեզ, սա էլ կարևոր շեշտադրում է, ազգային ժողովի եթե նիստը այդ падգամավորների մասնակցությամբ նույնիսկ փակ է լինում եւ գաղտնի է լինում, դա չի նշանակում, որ այդտեղ քննարկվում են պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ։ Պետական գաղտնիք հանդիսացող, որպեսզի տեղեկություն լինի պետական գաղտնիք, կապ չունի դա փակ նիստ է եղել, բաց նիստ է եղել, այդտեղ գաղտնի են դա արել, թե բացահայտ են արել, այստեղ կարևորն է, որ շրջանառվող տեղեկատվությունը գաղտնագրված լինի, այսինքն ունենա գաղտնի գրիֆ։ Պատկերացրիք, չէ՞, եթե գաղտնի գրիֆ չունի այդ տեղեկատվությունը, որ շրջանառվել է։ Այսինքն մարդիկ, որոնք որ մասնակցում են տան ստորագրություն, ոչ, նրանք հենց ի սկզբանե իրավունք են ունենում, դոստուպ են ունենում գաղտնի։ Դեպուտատները ունեն, չէ՞։ Նայած, ովքեր որ ունեն, ովքեր որ չունեն։ Հիմա ես ուզում եմ Այսինքն եթե դեպուտատը by default չի, ինքնըստինքյան չի։ Որքան ես գիտեմ, առանձին գաղտնիության հետ կապված իրենց պրոցեդուրա կա եւ իրենք անցնելուց հետո նոր ստանում են այդ դոստուպ, այդ թույլտվությունը։ Հիմա ուզում եմ ասեմ, միայն այն որ փակ ա եղել նիստը եւ միայն այն որ գաղտնի ա եղել, դա չի նշանակում որ քննարկված հարցերը պետական հանդիսանում են պետական գաղտնիք։ Պետական գաղտնիք կարա հանդիսանա, եթե նախապես գաղտնի գրիֆի տակ են եղել։ Եվ այդ գաղտնի գրիֆի փաստաթղթերը ով որ տվել է իրան, այդ ինֆորմացիան ով նաեւ հանցագործություն է արել, որովհետեւ այդ ժամանակ արդեն Անդրանիկ Թևանյան չի եղել падգամավոր եւ նա իրավունք չուներ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները փոխանցել։ Դա համար ասում են ինչ որ գործող դեպուտատի միջոցով աստված։ Կապ չունի։ Եթե պետական գաղտնիք, եթե դու դոստուպ ունես պետական գաղտնիքին, բայց այդ ինֆորմացիան հանում ես ու տալիս ես մեկին, որը չունի այդ ինֆորմացիան, դու հրապարակում ես պետական գաղտնիք եւ դա քրեական պատասխանատվություն է առաջացնում։ Չհասկացա, քննչական դա չի հերքում։ Ասում է։ Չի հերքում, բայց դուք տեսել եք մարդ որ մեղադրվի դրա համար։ Ասում են ընդհանուր բաներ։ Չի լինում այդպես։ Այդպես չի լինում։ Հիմա ես կանդրադառնամ քրոնոլոգիային, որովհետեւ դա չի լինում, դա նոնսենս է իմ համար։ Այսպես գործը քննել չի լինում։ Դա կանոններին դեմ է։ Դե կարող դոր կանոն չկա այդպիսի կանոններ։ Դա նշանակում է, շատ ավելի շատ խոսում են այն մասին, որ գործը չեմ ուզում
կատեգորիկ այդպեսի գնահատական տալ, որտեղ ես հարգում եմ իմ գործընկերների աշխատանքը, բայց դա շատ մոտ է գործ այսպես շինծու լինելուն։ Եթե այսպես է, եթե տրամաբանությունը դա է։ Տեսեք, ես ձեզ ասեցի այդ երկու կարևոր հանգամանքների մասին, այսինքն իրենք պետք է քննիչները պետք է կարողանան հիմնավորեն, որ իսկապես Անդրանիկ Թևանյանը հետախուզական օտարերկրյա հետախուզական մարմնի հետ է համագործակցել 24 թվականին, որը շատ դժվար է, պրակտիկայից ելնելով եմ դա ասում, եւ երկրորդը այն, որ պետական գաղտնիք հանդիսացող այդ տեղեկությունները ինչ որ փոխանցվել են իրեն եւ ինքը տվել է ռուսներին, որովհետեւ ռուսներին ինֆորմացիա տալը կամ ամերիկացիներին ինֆորմացիա տալը սովորական ոչ պետական գաղտնիք, ոչ հատուկ ծառայություններին, այլ օրինակ միջազգային որևէ կառույցի կամ ինչ որ չգիտեմ պետական մի հատ մարմնի, դա հանցագործություն չի։ Ասենք չգիտեմ, էքսպերտային հանդիպման Իհարկե, դա տես որ լինի ոչ մեկից չպիտի շփվի։ Դե Տիոնեսյան Դանելին ասեք, էլի։ Ինքն էլ գիտի։ Հանգիստ եղեք, ինքը դա լավ գիտի։ Ուրեմն արդեն պատկերացրիք իմ ասածը։ Հիմա ես ուզում եմ կոնկրետ արդեն գործի հանգամանքներին անդրադառնալ։ Ես խոսել եմ նաև իմ ավագ գործընկերների հետ, ովքեր ավելի մեծ աշխատանքային փորձ ունեն, քան ես։ Ես մեր ծառայությունում աշխատել եմ 22 տարի, բայց մարդիկ կան, որ հատկապես օպերատիվ ստորաբաժանումներ ավելի երկար են աշխատել։ Սա աննախադեպ էր, իսկապես աննախադեպ էր բռնելու մեր լեզվով ասած ռեալիզացիայի տարբերակը, ընտրված է ճանապարհը, ռեալիզացիա, այսինքն իրացման ճանապարհը։ Տեսեք, եթե դուք ինֆորմացիա ստացել եք 2024 թվականի հետ կապված, որ այս մարդը հավաքագրվել է ու աշխատում է, ինչ է գնում ռեալիզացիայի, այսինքն իրացման 2026 թվականին այս նախընտրական այս փուլում։ Դե կարամ պատասխանեմ այդ հարցին։ Քաղաքական բան կար, այսինքն երբեք Հայաստանում ռուսական հատուկ ծառայությունների հետ հաղորդված գործակալ չի բանալ ձերբակալվել, ռուսները բարեկամ երկիր են տված է, չեն ուզեցել ջղայնացնել։ Դուք այդպեսի սիրողական մակարդակի մեկնաբանություն։ Չէ, այդպես չի։ Եթե կա պետական դավաճան, որ լրտեսության ձևով համագործա, դու իրավունք չունես չկասեցնես նրան։ Եվ այդպես ձեր ասած պատճառներով թողես մարդը աշխատի քո դեմ։ Ինչ անշանակում 2 տարի թողես մարդը աշխատի, այդպես ո՞նց կլինի։ Պետք չի լինում։ Դու պետք է իրան վնասազերծես կամ գոնե չլինի, ասես ես գիտեմ քո մասին։ Բայց Անդրանիկ Թևանյանի վարքագծից մենք չենք տեսնում, որ ինքը իր վրա փորձել են ազդեն կամ մարդը մտել է ակտիվ քաղաքականություն ամենասուրբ քննադատական, այսպես ասած, մտքերով հանդես գալով մեր քաղաքական գործիչներից։ Այսինքն առաջի խնդիրը, ինչու եք հիմա գնում իրացման, ինչու եք հիմա ռեալիզացնում։ Լավ, ընդունենք հիմա այդ տվյալները ավելի հասունացել ապացույցները ձեռբել, բայց ասում են 24 թվականին այդ տեղեկությունները փոխանցվել ռուսներին, այդ որ ասում էին, ում որ հասցեատերն ա եղել։ Դա երկրորդ հարցը, ինչի հիմա։ Բնականաբար բոլորս հասկանում ենք, որովհետև քաղաքական process-ներ են գնում, որովհետև Բարգավաճ Հայաստան կուսակցություն համենայնդեպս իմ կարծիքով բավականին արդյունավետ քարոզարշավ է անցկացնում եւ տեսնում ենք, որ ժամանակ շատերի դինամիկան դրական է իրենց ռեյտինգի ավելացման պահով։ Երկրորդը բռնելու էս հանգամանքները, որը լրիվ արտառոց է, լրիվ անընդունելի է մասնագիտական շրջանակներում։ Ինչ է նշանակում երկրի ղեկավարը այդ մասին նախապես հայտարարություն անի, մի հատ անոնս տա, հետո դրանից հետո 1 օր հետո արդեն անուն տա, մարդը դրանից հետո իր համար շրջի, այսինքն ուղիղ այն մարդը ում վերաբերել այդ հայտարարությունն արվում է, ով որ կասկածվում է պետական դավաճանության մեջ 15-ից 20 տարի հոդված նախատեսող, ով կարող է փախնել։ Խո մեր երկրի սահմանները այնպես չի, որ անառիկ են, այնպես որ սահմանն է հիմա բազմաթիվ սահմանատման դեպքեր, դա չես կարող դու բացառել։ Հատկապես դու գործ ունես պետական դավաճանի հետ, լրտեսի հետ, ով որ կարող է, չէ, փորձ ունեցող մարդը պետք է փախնի եւ մոտիվացված, եւ երկիր կա, որը իրան կընդունի։ Եվ գծկտի փախցնի, չէ՞, լիքը ռիսկեր կան այդտեղ։ Երկրորդը, մարդը բնականաբար պետք է խուզարկություն անես, բնակարանն աշխատանքի վայրն է, մեքենան է, ինչքան ապացույցներ կարող են այդ ընթացքում ոչնչացվել։ Դե եթե հաշվի առնենք, ես հիմա կասեմ ժամերով կարող եմ ասել, Նիկոլ Փաշինյանը երեկոյան հայտարարում է դրա մասին։ Չէ, այնտեղ սուտկաներ են անցել, օրեր են անցել։ Այնտեղ անցել է մոտավորապես 24 ժամ։ Ավել, այո։ Երբ որ նա հայտարարում է, որ կա մարդ, եւ նրա նկատմամբ արդեն եթե դու այդ մարդն ես, ով որ կոնկրետ կարած թիրախ դառնաս, արդեն հասկանում ես, իհարկե։ Դու դրանից կարող ես հետևություններ անել։ Բայց ընդհանրապես նման գործերով իրացման երբ որ գնում են ու վստահ եմ ամբողջ աշխարհում այդպես, դա պետք է պարունակի հանկարծակիության գործոն, այսինքն մարդու համար դա այդ ամբողջը պետք է լինի անակնկալ։ Ոչ թե այդպես թողեն, ասեն քո համար ման արի, նա գնացել է կանգնել է խուզարկության տեղը, հետո ասում է չէ, ես կգնամ հիմա քննչական կոմիտե, կասեմ դե ես եկել եմ, դե ասեք ինձ, սա անբնական process է։ Ինչը սովորական անաչառ մարդու մոտ
սովորական մարդու մոտ պետք է լուրջ կասկածի տեղիք տա։ Ես էլ եմ ասում, ես հարգում եմ իմ գործընկերների աշխատանքը, չեմ ուզում ոչ մի բացասական բան ասել, բայց այս իրավիճակում ակամայից կամա թե ակամա տպավորություն է ստացվում, որ շինծու գործը կազմակերպել են, սարքել են, որպեսզի այս ընտրությունների կարողանան չեզոքացնել, ասենք այդ քաղաքական ուժի գործողությունները։ Եվ մի բան էլ ձեզ ասեմ, էլի, ես պատահական չասեցի 90 դեպքի մասին հրապարակումներ են եղել, որից մոտավորապես 30-ը հենց վերաբերվել են պետական դավաճանությանը, լրտեսությանը։ Քանի գործի մասին եք լսել, որ դադավիճիր լինի։ Քանի գործ ենք մենք տեսնում, որ դադավիճիրները Ես անգամ կարդացել եմ մամուլում, որ բազմաթիվ դեպքեր են եղել, որ մարդուն պետական դավաճանությամբ, լրտեսությամբ ընդվրում զինվորականների արդարացրել են, եւ ուղղակի արդարացրել են։ Գիտեք, դա էլ այսօրվա աշխատանքի սխալ ոճից է, ձևից է, որովհետև ելի եմ կրկնում, սա շատ լուրջ հանցակազմ է եւ այդպես մատերի արանքով նայել մարդուն վարկաբեկ ես ասես, գիտես դու պետական։ Այսօր դավաճանը։ Իհարկե, վերջին հենց թարմ օրինակը Վիեննայում էր Հյուպատոսի Աշխեն, եթե չեմ սխալվում Ալեքսանյանի հետ կապված է, տիկնոջը ներկայացրեցին, որ Վիեննայում սեն, բայց վերջ մարդը արդարացվեց։ Արդարացվեց, բայց բան դրեցին վրա։ Ինչ կապ ունի։ Վերավորակավորություն։ Դա բացարձակ կապ չունի, մենք խոսում ենք պետական դավաճանության հանցակազմի մասին։ Վերավորակեցին ինչ պաշտոնական դիրքի հետ կապված ինչ որ ոչ մեծ ծանրության կամ ինչ ծանրության հանցագործություն։ Մարդուն ենթադրում եմ, ասենք, մանկապղծությունը եւ պետական դավաճանությունը դա համարժեք այսպես վատ հոդվածներ են, էլի։ Տեսեք, սա պետության իմիջի ուղիղ առնչվող կապված գործեր են։ Եթե դու գնում ես նրան, որ ասում ես նա մեղադրվում է այս հանցակազմի մեջ, ամենադեպս մեր մոտ տենց է եղել։ Ամենամանրակրկիտ դետալացված քննություն է իրականացվել, որպեսզի կարողանան հիմնավորեն կամ ժխտեն։ Ես չեմ հիշում տենց դեպք, որ մարդուն մեղադրեն այս հոդվածով, տանեն դատարանում արդարացնեն, որովհետև շատ սովետական միության ժամանակ շատ ավելի ուշադիր են եղել, խիստ են եղել այս հանցակազմի նկատմամբ։ Ես անկախ տարիների պատմության մեջ, պարոն Համբարձյան, մինչև 18 թվականը, կարող է ես բան չեմ արել, մի դեպք հաստատ եմ հուշում Մուրադ Բոջոլյանի դեպքը Թուրքիայի հատուցարարությունների կողմից հավաքագրված, սա հաստատ մի հատ էլ մեկը կար, որ փախել էր Ադրբեջան ու դեղից խոսում էր, չեմ անում, դրան դատեցին, տես թե չդատեցին։ Դեպքերը շատ չէին, հիմնականում դե այսպես ասեմ, ու աղմուկ հանածը Բոջոլյանն էր համարեն դեպքը։ Բոջոլյանն էր, հետո կար այնտեղ մի կին կար, ես հիմա չեմ ուզում անունը հրապարակեմ, չնայած Նինա Շիլինայի հետ կապված։ Այդ այլ է։ Այնտեղ էլի խումբ մեզ բացահայտվեց։ Եղել են դեպքերը բացահայտվել են, աշխատանքը կատարվել է։ Իհարկե, կարային նաև ավելի լավ, ավելի արդյունավետ, ավելի, չգիտեմ, աշխատանքը ճիշտ կազմել, բայց մենք ունեցել ենք դեպքեր եւ այդ դեպքերը բոլոր դեպքերով ես ասում եմ, ես եղել եմ քննչականում, ես կամ քննչական խմբի քննիչ եմ եղել կամ ղեկավարել եմ քննչական խումբ։ Ես տեսել եմ թե այդ աշխատանքը ոնց է կազմակերպվում, ինչքան ուժեղ է բարձր է կոնտրոլի մակարդակը։ Մանրակրկիտ, այո, ամեն ինչը մանրակրկիտ եւ եթե դրանով արդարացման դեպքեր լինեն, հաստատ, տեսեք, այդ Աշխենի հետ կապված գործը արդարացրեցին, ինչ հետևանք եղավ։ Ինչ հետևանք եղավ, ոչ մի։ Կամ մի բան էլ ասեմ, այս պետական դավաճանության հետ կապված հոդվածներով։ Պաշտպանության կմտաբերեք տասնյակ դեպքեր հրապարակվեցին, որ պաշտպանության նախարարության հատկապես պայմանագրային զինծառայողները տարբեր աղջիկների հետ կապնվելով $150 մանր դեպքերով։ Տեսեք, նման դեպքերով, երբ որ մեր ավագ գործընկերների հետ մենք խոսում ենք, նման պրակտիկա էլ չի եղել, որ համատարած բոլորին մեղադրանք առաջադրեն ուղարկեն դատարան։ Ավելի շատ սա այդ նման գործընթացները կասեցվել են պրոֆիլակտիկ միջոցառումների արդյունքում, այսինքն տեսել են, ինֆորմացիան ստացել են, որ մարդը այո, տեսել են, որ վնաս էլ չկա կամ կարա հասցնի վնասի, էական չէ, այսինքն ձևականորեն հանցակազմը կա, բայց ինքն իրանով հանցագործություն տեղի չի ունեցել։ Կանխել են այդ process-ը, որովհետև հասկացել են, որ պայմանագրային զինծառայողը կամ ասենք սպայը, օֆիցերը թյուրիմացիան մեջ է գտնում կամ կարա գնահատի դրան, որովհետև երբ որ այդ process-ը խորանում է, հետո սկսում են շանտաժով արդեն աշխատացնել։ Կանխել են ու այսպես թվային զուտ թվերի հետևած քրեական գործերի աճի բանով որ բացահայտեցին, չեն ընկել այդ ամեն ինչի հետևից։ Կանխել են ու անձը դրանից հետո ես դրացակ մի քիչ միտում եմ տեսնում, պարոն Համբարձում, եթե սխալվում եմ դուք ինձ ուղեք, իմ մոտ տպավորությունն էր, որ այդ դավաճանությունների պետական դավաճանությունների շքերթը որ տեղ ունեցավ, որովհետև ես մոտապես մի 2 տարի, չգիտեմ, ամիսը մեկ նման բաներ, հոդվարաներ ակում, դա ավելի շատ, այսպես ասեմ, որոշակի քաղաքական հիմք ուներ այն տրամաբանության մեջ, որպեսզի նաև արդարացվեր արդյունքը, հետևանքը այդ պատերազմի կամ ինչի դա տեղի, ինչի մենք պարտվեցինք, հա, դες հանրությունը մտածում ասում է դե լավ, դե այս խեղճ մարդիկ ինչ անեն, այս սաղ դավաճաններ, այսքան դավաճանի բռնեցին, այս արեցին։ Էդ էլ էին տեսնում մի քիչ։ Դե եթե քաղաքական իշխող թիմի մոտ այդ միտումը կարա լինի, ընդունում եմ դա, բայց պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր ներսում աշխատում են, նրանք պետք է թույլ չտան, որ դա գնա դրան հասնի։ Հասկանում եք, նրանք պետք է ասեն, որ գիտես, սա տենց չի։
Սրա ճիշտ ճանապարհը այդ իմ ասած նախազգուշացումն է, պրոֆիլակտիկան է, որ մարդը վերջ-վերջ ճակատագրեր են դրանք։ Բայց հնարավոր է քաղաքական իշխանության քաղաքական հանձնարարականները չկատարել։ Չէ, չկատարելը չէ, ճիշտ ներկայացնել ու ասել է պետք։ Ուղղություն ցույց տալ։ Վերջ-վերջ նրանք քաղաքական մարդիկ են, իսկ դու հատուկ ծառայության աշխատող ես։ Ձեր տարբերությունը հենց դրանում է կայանում։ Նա դիվիդենտներ շահելու համար ամեն ինչ կարող է անել, բայց քո խնդիրը ո՞րն է, քո հիմնարկի շահերը պաշտպանես, ճշմարտության շահերը պահես։ Վերջը դու աշխատում ես, դու այդ ուղղությամբ աշխատանք ես իրականացնում։ Նույնը տեսեք, հրապարակվեցին, չէ, ասում են, այսա գործակալ է, տվյալ են հրապարակում։ Ոնց կլինի տենց։ Նույն ԱԱԾ-ն պիտի թույլ չտա, որ այդպես լինի։ Նույն ԱԱԾ-ն, եթե քաղաքական իշխանության ղեկավարը ասում է, գիտես, ինչ կա, չէ, այս տվյալը հրապարակենք, որտեղ այս մարդը իմ քաղաքական կուրսին դեմ է գնում, հատուկ ծառայությունը ղեկավարը պիտի դրան դեմ կանգնի։ Նա չպիտի թույլ տա։ Նա պիտի բացատրի դրա հետևանքները, որտեղ դա վնասում է քո աշխատանքը, քո հիմնարկի շահը, պետության շահը։ Քո իմիջին նա Իհարկե։ Հիմա ես իմ մոտ էլի նորից էլ վերադառնալով այս ամբողջ խառնարանին, մի տեսակ տպավորություն է, որ Հայաստանը դարձել է տարածք բազմաթիվ երկրների օտարերկրյա ծառայությունների գործունեության համար։ Մենք երբևիցե այսպիսի վիճակ անկախ պատմության ընթացքում ունեցել ենք, թե ոչ, որ տենց մեկ սա ինչ-որ բան հրապարակում եք, նայում ինչ-որ բան հրապարակում եք, այստեղից չէ, ռուսի շպիոն, ադրբեջանցու շպիոն, այլ այսպիսի վիճակ ունեցել։ Դե ես ձեզ արդեն ասացի, որ սա նորմալ իրավիճակ չի, սա արհեստական ստեղծված ինչ-որ խեղաթյուրված իրավիճակ է։ Եվ վերջերս հայտարարությունը հակատակությունը երկրում տիրող անառողջ մթնոլորտի մասին, թշնամության, իրար վարկաբեկելու, իրար նկատմամբ կոմպրոմատներ հրապարակելու, ընդ որում, եթե դու ուզում ես վարկաբեկես մի մարդու 1000 հերուրյանք, չգիտեմ, սուտ, կարող ես տարբեր լրատվականներին թող տարբեր աղբյուրներով կարող ես դնել շրջանառության մեջ, այնպես որ շատ ուշադիր պետք է լինել եւ հասկանալ տողատակերը, կարդալ տողատակերը։ Մեկ այլ բան, պարոն Համբարձումյան, կարող հարցս էլի հերթական ոչ սիրողական հարցն է, բայց այնուամենայնիվ հետաքրքիր է։ Տեսեք, ինչ Հայաստանը եւ Ադրբեջանը սկսել են խաղաղության այսպես կոչված գործընթաց, հատկապես Արցախի ընկնելուց հետո, հա, ես չեմ հիշում հայտարարություն, որ Հայաստանում ձերբակալվել է, գոնե հրապարակային հայտարարություն, որ Հայաստանում ձերբակալվել է ադրբեջանցիների հետ համագործակցող որևիցե այսպես կոչված գործակալ, լրտես, մյուսը եւ այլն, ի տարբերություն նախորդ պերիոդի, ինչի մասին արդեն խոսել ենք, երբ որ ամիսի մեկ նմանատիպ հայտարարություն լինում է։ Սա ըստ ձեզ քաղաքական որոշման հետևանք է, թե ուղղակի վերջացել են ադրբեջանական գործակալները։ Չեմ կարծում, որ վերջացել են, դա այն process-ը չի, որ ինչ-որ մի բան սկսվի ու վերջանա, դա ընթացիկ անընդհատ շարունակվող process է։ Իրենք փորձելու են հավաքագրել, իրենք փորձելու են լրտեսներ ներդնել, ինֆորմացիա ստանալ, որովհետև կա փակ եւ բաց ինֆորմացիաներ, որոնք իրենց համար հետաքրքրություն են ներկայացնում։ Մի դեպք ես կարող եմ ձեզ հիշեցնել, ուղղակի այդ անձի անուն-ազգանունը չեմ հիշում, հիշում եք երևի որ մնացել էր, երբ որ Արցախի մեր հայրենակիցները դուրս էին եկել, ինքը մնացել էր իր կնոջ հետ միասին։ Իր վերաբերյալ դատավճիռ կայացվեց, եթե չեմ սխալվում, օրինական ուժի մեջ է մտել։ Այդ դեպքից բացի ես էլ չեմ հիշում, որ ինչ-որ նոր դեպք բացահայտած լինեն։ Չեմ կարող բացառել նաև, որ սա քաղաքական նպատակներով է այսպես պաուզատրվել, որ չեն բացահայտում կամ ամենևս մենք հանրային չի ներկայացվում։ Հնարավոր է նաև քաղաքական նպատակներով լինի, որ հանգարց չխանգարի քաղաքական գործընթացին։ Չեմ բացառում, որովհետև դա նաև իսկապես պրակտիկայում էլ է հնարավոր այդ մոտեցումը լինի։ Բայց ամեն դեպքում այդ աշխատանքը բոլորս հասկանում ենք, որ Ադրբեջանի կողմից չի դադարեցվել ու շարունակվելու է, անկախ մեր մոտեցումներից։ Պարոն Համբարձումյան, գանք մի քիչ ընտրական process-ին, այդ ձեր թույլտվությամբ, հա, տեսեք, սերիաների են նմանվում հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակվող ձայնագրությունները ընտրակաշառքների բաժանման մասին, որոնց գայլի բաժինը ճնշող մեծամասնությունը վերաբերում է Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժեղ Հայաստան կուսակցության։ Հիմա արդեն որպես քննիչ եմ հարցին նայում, խնդրում նայեք, այս ամբողջ process-ը, որ կատարվում է, ըստ ձեզ ծրագրավորված սցենարը, որը ինչ-որ հետևանք պետք է ունենա ուժեղ Հայաստանի համար, եւ երկրորդ հանգամանքը, այսինքն ինչ է ստացվում, որ այս կուսակցության ներկայացուցիչները բոլորն են գաղտնալսվում ու ձայնագրվում, որ այս քանակությամբ ինֆորմացիա իրենց մասին դուրս տրվում։ Տեսեք, նախ լավ են անում, որ բացահայտում են։ Եթե իսկապես ընտրակաշառք է շրջանառվում,
շատ ճիշտ են անում ու լավ են անում, որ բացահայտվեն։ Ես միշտ այդ մտքին եմ եղել ու տարբեր առիթներով ասել եմ, որ մեր երկրի թիվ 1 խնդիրը նա է, ու այս ամբողջ խնդիրները առաջանում են նրանից, որ մեր երկրում այս ընտրությունների ընթացակարգը, ընտրությունները բնականon ճիշտ հունով չեն ընթացել։ Իշխանությունը պիտի փոխվի, իշխանությունը չի կարող երկար մնալ, որովհետև երբ որ երկար մնում է, լիքը խնդիրներ են առաջանում։ Այո, կոծկվում են այդ խնդիրները։ Երբ որ իշխանափոխությունը տեղի ունենում, իշխանության մեջ եղած մարդը զգոն է լինում, հասկանում է, որ գալու է նորը ու այդ ամբողջ ինչ որ տեղի ունեցել այդ ստվերը բացահայտվել են։ Այսինքն բնական իշխանափոխությունը ընտրությունների միջոցով երևի պետության զարգացման հիմնական գրավականն է։ Հիմա ընտրակաշառքների հետ կապված նախ ես ասեմ այդ հրապարակումները, որ տարածում են այդ ձայնագրությունները, ընդ որում դա սկսած Բագրատ Սրբազանի հետ կապված գործով։ Այո, ես ինչի եմ սա զուգահեռ անցկացնում, որովհետև այն դեպքում էլ հիշում եք ձայնագրություններ հրապարակեցին։ Դե դա ասում են դու մոնտաժված են փաստաբանները բանում էին։ Այս ձայնագրությունների հետ կապված պետք է շատ զգուշ լինել, որովհետև տեսեք, Բագրատ Սրբազանի գործով հրապարակումներ արեցին, ձայնագրությունները հրապարակեցին։ Մենք էլ մասնագետներ ունենք, ինժեներներ ունենք, ովքեր կարողանում են նայել ու հասկանալ մոնտաժված է թե մոնտաժված չի, ընդ որում մենք հայտարարություններ էինք տարածել, որ կարող ենք օգնել ու արել ենք կոնկրետ Բագրատ Սրբազանի հետ կապված։ Դու տեսնում ես, որ ձայնագրությունը ոչ թե ամբողջական է հրապարակված, այլ մի տեղից բերում են, մյուսին կպցնում են եւ այսպես բովանդակություն են ստանում։ Չի կարելի այդպես անել։ Դա օբյեկտիվ չի, դա ճիշտ չի։ Դու կարծիք ես ձևավորում մարդու նկատմամբ, դու դե հատուկ էլ դա արվում է դա այդպես արվում։ Դրա համար էլ ասում եմ։ Հիմա այս պարագայում ձայնագրությունները ես չեմ կարող ասել վերլուծության չեմ ենթարկել, այսինքն ոնց որ Բագրատ Սրբազանի դեպքում այս պարագայում չենք նայել տես մանրամասն, բայց ակնհայտ երբ որ դու լսում ես, դու տեսնում ես, որ առանձին դեպքում չես ընկալում, որ կա հանցակազմ, չես տեսնում, որ կա այդ ասած ընտրակաշառքը, օրինակ հատկապես հրամանատարի Արտուր Կանդազի մասին խոսքը, Հավանեսյանի գաղտնալսումների հետ կապված։ Ես այնտեղ համենայն դեպս որքանով իմ մասնագիտական ունակությունները թույլ են տալիս, ես այնտեղ չտեսա կաշառքի ինչ-որ հատկարիչ։ Ասա գործելի ասա դե որ հաղթենք կլինի։ Իհարկե, բայց ինչ պիտի ասի։ Դա նաև հանրային են ասում։ Այստեղ ի՞նչն է։ Չէ, բայց ես քաղաքական թիմ ես, ներողություն։ Եթե ես հաղթում եմ, իմ թիմակիցները հենց դա եմ ասում, էլի, ուրիշ ինչ պիտի այդ մարդը ասի, եթե պիտի խոստանա, չէ, ասի, որ այո, աշխատանքել է լինելու, սա էլ է լինելու, նա էլ է լինելու, քո կենցաղն էլ է բարելավելու, երկիրն էլ է անվտանգ դառնալու, բայց ինչ ասի ինքը, չասի այդքան բանը։ Հանրային էլ են ասում, այդպես էլ են ասել, հեռախոսային խոսակցությունով են ասել։ Այստեղ բայց ի՞նչն է զարմանալի եւ մտահոգիչ է։ Բա ինչի՞ չէ նույն կերպ ավելի բծախնդիր կամ ավելի այսպես ուշադիր լինում այն հանգամանքներին, երբ ասենք նույն վարչապետը կամ քաղաքական թիմի մյուս անդամները ընտրություններից ասենք օրեր առաջ թոշակ են բարձրացնում կամ ասենք պրավաների վարորդական վկայականների հետ կապված համաներում են հայտարարում, ասում են նոր օրենք կանենք, դե քանի որ դուք բողոքում եք 5000 մարդ, դե հաշվարկում են, չէ, 5000 հոգի մարդ են, ամեն մեկը ընտանիքներով մի 15-ից 20000 ընտրողներ են։ Ինչի են գնում այս քանի, ինչի՞ չէ ավելի շուտ անում կամ ասենք այս առողջապահության հետ կապված ապահովությունը։ Իրանք իշխանություն են, իրանք ասում են մենք լեգիտիմ գործողություններ ենք։ Դե այդ լեգիտիմ գործողություններին էլ եկեք օբյեկտիվ նայենք։ Այդ լեգիտիմ գործողությունները արդյոք չի նշանակում, որ դու այդ ձևով շահում ես քո ընտրողներին։ Հիմա կոնկրետ սրա հետ կապված այդ ձեր ասած ընտրակաշառքի հետ կապված։ Սա ռիսկային փաստ է, բայց ել եմ կրկնում, դուք տեսնում եք, որ բովանդակությունները համոզիչ չեն, որ ընտրակաշառքը դա ընտրակաշառք է թե ոչ։ Դժվար է վստահ ասելը, որ այո, իսկապես այս ուժի կողմից ընտրակաշառք է բաժանել։ Նաև ես շարունակեմ, եւ երկրորդ ամենակարևորը, տեսեք, տպավորություն կա, որ հենք է նախապատրաստվում այս կամ մյուս ուժերին ում վերաբերյալ անդադար ինֆորմացիան դուրս է գալիս ընտրապայքարից դուրս մղելու համար, որովհետև որպեսզի դիմեն դատարան եւ դատարանով ընտրապայքարից հեռացնեն այս քաղաքական ուժին, պետք է լինեն օրենքով նախատեսված այդ հիմքերը, որոնց թվում նաեւ այս ընտրակաշառքների բաժանումը, Սա ապացուցում սիստեմատիկ ընտրակաշառք, որը կարա ազդի ընտրությունների ընթացքի Սա մի տարբերակ, երկրորդն էլ կարող է օրինակ ընտրություններից հետո եթե օրինակ իշխանությունը պարտվի, դա էլ իր համար հիմք լինի ասելու դե այդքան ընտրակաշառք են բաժանել կան իշխանություն։ Դե ավելի շատ սա նման է նախընտրական այս փուլում, նախընտրական այս գործընթացներից ուժին զրկելու բանին, տարբերակին, այո։ Այս բանի հետ կապված էլի ով եւ ընտրանքը, հա, այսպես ասեմ, ես մի սոցիոլոգիական տերմինոլոգիայով խոսեմ։ Հիմա
Օրինակ, հա, ասենք բանը, համատարած կա բան են անում, այդ գաղտնալսվում են ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներ, ինչքան հասկացած Առուկյանի կողմնակիցներն նույնպես Հայաստան Դաշինքի կողմնակիցներ, ինչքան հասկացած նույնպես, հա։ Ով է որոշում այդ ընտրանքը, ով պիտի գաղտնալսվի, ինչպես պիտի գաղտնալսվի, ինչ պետք է արվի։ Օրինակ, ասենք, չգիտեմ, մի անգամ մի հատ ԿՊ-ի գաղտնալսում մեջտեղ չկա որպես այդպեսին, էլի։ Ես ես փորձեմ ընթացակարգը բացատրեմ, ներկայացնեմ, որ դուք պատկերացնեք։ Տեսեք, առաջ գաղտնալսելու ֆիզիկական հնարավորություն, այսինքն այդ տեխնիկական միջոցները ուներ միայն ԱԱԾ-ն։ Մյուս բոլոր կառույցները իրապահում արմինների, եթե պետք է գաղտնալսում իրականացնեին, նրանք ստանում էին դատարանի թույլտվությունը, ներկայացնում էին ԱԱԾ-ին եւ ԱԱԾ-ն էր տեխնիկապես այդ գաղտնալսումը իրականացնում։ Նրանց հնարավորություն տալ, այսինքն այդ հնարավորությունը իրենց ընձեռում էր ԱԱԾ-ը։ Մոնոպոլիա էր ԱԱԾ-ի մոտ դա։ Մոնոպոլիա չէր, այդպես էր համակարգը։ Եվ դա թույլ էր տալիս, որ այդ գաղտնալսումները այդպես համատարած չլինեն։ Ամեն մի գործով գաղտնալսում իրականացվի։ Ոնց որ գաղտնալսում էին այն գործերը, որտեղ կարևորություն կար, դրա անհրաժեշտությունը կար։ Հիմա իրավիճակը փոխվել է, դա տեխնիկապես էլ երևի երկիրը առաջ է գնացել, զարգացել է, գաղտնալսման հնարավորություն ունեն մյուս իրավապահ կառույցները։ Հանրակոռուպցիոն ունի, ոստիկանություն ունի։ Այո, ամեն մեկը իր ուղղություններով, իր հոդվածներով։ Հիմա ներկայացնում են հիմքերը, ստանում են սանկցիան ու սկսում են գաղտնալ։ Ոնց են, պետք է ինֆորմացիա ստան։ Դու պետք է դատարանին ներկայացնես բավարար հիմքեր, որպեսզի դատարանը քեզ թույլ տա տվյալ անձին գաղտնալսելու համար։ Առանց այդ հիմքերի դատարանը քեզ թույլ չի տալու, որ դու կարողանաս անձին գաղտնալսես։ Ինֆորմացիա են ստանում, օբյեկտիվ է այդ ինֆորմացիան։ Ճիշտ է թե սխալ է, ես չեմ կարող ասել։ Դա արդեն պատկերացնենք, իսկ կան մեծ քրեական գործառույթություն դրա հիմքով բոլորին գաղտնալսեն։ Ոչ, չէ։ Պատկերացնենք երկրում տեղի ունեցել իշխանափոխություն։ Այն ժամանակ արդեն նոր իշխանությունները կարող են գնալ այդ սանկցիաների հետևից, նայել, հասկանալ սանկցիան տրվել է օբյեկտիվ թե ոչ օբյեկտիվ։ Հիմքը, օրինակ Նարեկի վերաբերյալ, որ տվել են, որ ընդ որում պետքա տան թե դու ինչ տվյալները իրենց, թե դու ինչ որ մի հանցագործություն պետք է կատարես, ասենք նույն ընտրակաշառքների հետ կապված, որ դատարանը տեսնի դու կատարում ես հանցագործություն եւ դրա բացահայտման համար անհրաժեշտ է անձին գաղտնալսել։ Ներկայացնում են այդ փաստաթղթերը դատարանին, ստանում են սանկցիան ու սկսում են գաղտնալսել անձին։ Ինֆորմացիան, թե ինչու չեն ստանում մարզպետների վրա, թե ինչու չեն ստանում համայնքի այդ արդեն ասում եմ այլ օպերայից է։ Հա, քաղաքական է, հասկանալի է։ Էլի ինչ շատ հետաքրքիր է այս զրույցը, դրա համար լիքը հարցեր ունեմ, դիտամ պարոն Ամբարձումյան, հա, բանը, այսպես զինվեք համբերությամբ։ Ես քաղաքական մարդ եմ ու միշտ քաղաքական այսպես խմբերի, սրճարաններում, օֆիսներում, աններում կա այսպիսի արտահայտություն, հա, օրվա իշխանության հետ կապված։ ԱԱԾ-ն տվել է, որ պարտվում ես, ԱԱԾ-ն տվել է, որ հաղթում ես։ Իսկն ԱԱԾ ուսումնասիրության մասին է խոսքը, որը ընդդիմությունը բնական չունի, ընդդիմության սոցիոլոգիական հարցումներն են, հա, ասենք, չգիտեմ, ԱԱԾ-ն Փաշինյանին զեկուցել է, որ Գյումրիում պարտվելուց դրա համար ջղայնացել է, մամուլում է տեսած կնեք բազմաթիվ այդպիսի բաներ։ Հատուկ ծառայությունը այդպիսի հնարավորություն ունի հանրային կարծիք չափելու թե ոչ, թե այդ խոսակցությունները ավելի շատ այսպես գեղարվեստական ժանրից են։ Դե հանրային կարծիքի մասին տեղեկություններ ստանալը կարծում եմ որ այո, ԱԱԾ-ն կարող է ստանալ, որովհետև ԱԱԾ-ն վերջ-վերջո հանրության լայն շրջանակների հետ աշխատում է։ Այնպես չի որ տրամադրությունները չի կարող հասկանալ։ Օբյեկտիվ պատկեր նա կարող է տեսնել եւ ղեկավարին ասել։ Այսինքն կարա ասի, չգիտեմ, օրինակ դու ստանալու ես 26-ից 28% ձայն։ Ֆիզիկապես այո, կարող է։ Եթե այս Կիրակի ընտրությունները ֆիզիկապես այո կարող է, որտեղ էլի եմ ասում, ԱԱԾ-ն բավականին ներկայացված է հանրության մեջ, ԱԱԾ-ն ունի տարածքային ստորաբաժանումներ, դա որևէ մեկի համար գաղտնիք չի, եւ ԱԱԾ-ն անհրաժեշտության դեպքում այդ ինֆորմացիան կարող է ստանալ եւ այդ վերլուծությունը կատարել։ Այդ վերլուծությունը կատարել, հասկացա։ Մեկ այլ տրամաբանություն, հա, եթե խոսենք, հիմա օրինակ այսօր Գոհար Մելոյան բաներ տալիս, ուժեղ Հայաստանից ասուլիս էր տալիս, ասում էր հասարակությանը վախեցնում են, որ մենք իմանանք դուք ոնց եք քվեարկել, ինչ եք արել եւ այլն, KGB-ն ձեզ հետևում է, մեզ զեկուցելու են եւ այլն։ Այս մեթոդոլոգիան նոր մեթոդոլոգիա չի իրականում, ես կարծում եմ միշտ էլ այդ բանը եղել է, մենք իմանանք դու ոնց ես քվեարկել եւ այլն։ Բայց դրա ֆիզիկական բանը գոյություն ունի, հնարավորություն թե ոչ։ Դա բացառվում է, դա սուտ է, կոնֆիդենցիալ այդ ընտրության հետ կապված որևէ մեկը չի կարող դա խախտել, որևէ մեկը չի կարող դա վերահսկել։ Դա ընդհանրապես միֆ է, խոսակցություն, որպեսզի կարողանան
ազդեն են մարդկանց վրա, ում հետ բանակցում են, որ գնա այս մարդուն ձայն տուր կամ այս մարդու դեմ ճշտման գործի այո, ճշտման չէ, վերահսկողության, որ դու կարողանան վերահսկեն, որ իրանց ուզած, որովհետև շատ իրավիճակներ են, չէ՞ լինում, մարդուն ասում են գնա դու ընտրի սրան, հետո մարդը գնում է, հենց իրանց ինադու ընտրում են մարդուն, որ իսկապես ինքը սրտով ուզում է։ Եվ որպեսզի կարողանան վերահսկեն, այսպեսի միֆեր են տարածում։ Դա սուտ է, դա միֆ է, եւ ես հենց օգտվելով այս առիթից ուզում եմ դիմել մեր քաղաքացիներին, որ մարդիկ գնան եւ իրենց խղճի սրտի մտոք ընտրություն անեն, որը մեկը չի կարող վերահսկել, տեսնել թե իրանք ում են ընտրում։ Դա ֆիզիկապես անհնարին է։ Ընդհանրապես ընտրական process-ը ոնց է գնահատում, պարոն Համբարձումյան, այս պահին։ Այս կրքերը լարված, ինտրիգը, չգիտեմ։ Բնական, ես ձեզ ասեմ, նայում եմ, ես հասկանում եմ, որ այսպես նորմալ գործընթացը գնում է, ընդդիմադիր ուժերը ամեն մեկը իր ուղղությունով քարոզարշավը ճիշտ իրականացնում է։ Կարողանում են իրենց ռեյտինգը ոչ թե ունի անկման, այլ աճման միտում։ Կարծում եմ, որ այսպես շարունակվելու դեպքում իսկապես հնարավոր է հասնել իշխանափոխության։ Տեսնենք, հիմա մտնում ենք ավելի ակտիվ փուլ, վերջին այս մեկ շաբաթը երևի նախընտրական process-ներում լինում է ամենաակտիվ ու ամենապատասխանատուն։ Այնպես որ Դե ես մտածում եմ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, պարոն Համբարձումյան, որ Արևմուտքը բացահայտ աջակցում է Նիկոլ Փաշինյանին, վերջին մի շաբաթվա ընթացքում մենք ունենանք նաև այսպես բազմաթիվ սյուրպրիզներ Արևմուտքի կողմից Նիկոլ Փաշինյանի որպես նվեր տրված, այսինքն ելի ընդդիմության մասին ինչ-որ հրապարակումներ կտեսնենք, այս կանենք, այն կանենք եւ այլն, եւ դա նույնպես կարող է ընտրական process-ի վրա ազդել։ Դե դրա համար էլ ես ասացի, որ վերջինս 7 օրվա, 10 օրվա կտրվածքով դա համարվում է ամենաակտիվ փուլը ընտրությունների հետ կապված, նախընտրական գործընթացների հետ կապված եւ վերջնականապես ձևավորվում է հանրության մոտ կարծիք, մարդու մոտ կարծիք։ Պարզապես պետք է ամեն ինչ անել, որ մարդիկ գնան ընտրության, մասնակցեն ընտրություններին, հայտնեն իրենց կարծիքը, իրենց այոն կամ ոչ ասեն։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը գործող ինքը նաև ժամանակի ղեկավարել թուրքական հատուկ ծառայությունը ՄԻԹ-ը եւ համարվում է նաև Էրդողանի այսպես ժառանգորդը, պրիեմնիկը, ինչպես ասում են։ Ինքը մի անգամ կես ակնարկով աջակցեց Հայաստանի իշխանություններին։ Ըստ ձեզ հնարավոր է այսօր, երբ որ մենք նայում ենք, ուսումնասիրում ենք մամուլը, լրատվական դաշտը, արտասահմանոն լույս տեսնող թերթերը, մենք տեսնում ենք ադրբեջանական կամ թուրքական շահագրգռվածություն հայկական ընտրություններում։ Դա երևում է թե ոչ։ Տեսեք, խոսքս միայն հատուկ ծառայության մասին հասկանում։ Ռուբեն Մելքոնյանը, դուք շատ լավ ճանաչում եք Արևելագիտական ֆակուլտետի դեկանը, վերջերս կազմակերպել իր իր պրոֆեսորական կազմը, կազմակերպել էին մի շատ լավ քննարկում, որտեղ հենց այդ ընտրությունները ներկայացնում են, թե Ադրբեջանը եւ Թուրքիան ինչպես են դիտարկում Հայաստանում տեղի ունեցող ընտրությունների գործընթացը։ Եվ գիտական մակարդակով հիմնավորում էին նրանց շահը այս ընտրությունների հետ կապված։ Ակնհայտ է, որ որևէ պարագայում նրանք չեն ուզենա մեր երկրում տեղի ունենա իշխանափոխություն, որովհետեւ ունեն պետական ծրագիր։ Դա գաղտնի չեն պահում իրենք, խոսքը գնում է Արևմտյան Ադրբեջան այդ հասկացության պետական ծրագրի մասին։ Ընդ որում ձեզ ասեմ, որ սա նոր բան չէ, Արևմտյան Ադրբեջան այս գաղափարախոսությունը, սա սկիզբ է առել դեռևս 90-ական թվականներից, պարզապես այսպես ասած քնած ռեժիմի մեջ է գտնվել, ոչ մեկ դրանով ակտիվ չի զբաղվել։ Առավել ակտիվացրել են 2022 թվականի դեկտեմբերի վերջերին, երբ արդեն Արցախը բլոկադայի էին ենթարկել։ Պրահայի հայտարարությունը։ Պրահայի հոկտեմբերի 6-ին այդ հայտարարությունից հետո արդեն Արցախի տարածքը շրջափակվեց, դրանից հետո հաջորդ քայլը արդեն օրակարգ մտցվեց այս հասարակական կազմակերպությունը, այս հասարակական շարժումը։ Կհիշեք դեկտեմբերին Ալիևը գնաց իրենց գրասենյակ, մեծ պրեզենտացիա արեցին եւ այս գաղափարախոսությունը դրեցին շրջանառության մեջ։ Ֆինանսավորվում այս ծրագիրը ուղիղ Ալիևի ադմինիստրացիայի կողմից եւ ընդամենը օրեր հետո հունիսի կարծեմ 18-ին կամ 19-ին մեծ կոնֆերանս են անցկացնում, փառատոն են անցկացնում Նախիջևանում վերադարձ Արևմտյան Ադրբեջան այս գաղափարախոսության հետ կապված։ Սա կոմպլեքս, այսպես ասած, միջոցառումների շարք է եւ բնականաբար իրենք ձգտում են, որ Հայաստանում իշխանափոխություն չլինի։ Կա արդեն պայմանավորված խաղի կանոններ, որ իրենք ուզում են ավարտին հասնել, վերջին հասնել։ Մեր խնդիրն էլ այն է, սովորական մարդկանց խնդիրն է, որ ճիշտ գնահատեն իրավիճակը, հասկանան ռիսկերը, տեսնեն ռիսկերը։ Տեսեք, խոսում են 300,000 ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու մասին։ Դե Փաշինյանը երբու պատառոտում դա սուտ է։ Դե ո՞նց է սուտ, եթե ասենք այդ խոսքերն ասվում է անտեղի ղեկավարության կողմից։ Ո՞նց է սուտ, եթե դա պետական ծրագիր է։ Ո՞նց է սուտ, որ այդ Արևմտյան Ադրբեջան
ծրագիրը ֆինանսավորվում է պետության կողմից։ Ոնց ասում, եթե դրա հետ կապված, այսպես ասած, կոնկրետ անկլավների հարցն են բարձրացնում, որ մարդիկ պետքա վերադառնան իրենց։ Դա սուտ չի, դա ռեալ ռիսկ է, ռեալ վտանգ է, որ սպառնում է բոլորիս։ Ոչ թե այն իմաստով, որ ադրբեջանցիները գալու են մեր հետ ապրեն, գալու են ապրեն, լավ են անելու, գալու են ապրեն։ Ոչ մի խնդիր չկա, վերջի եթե գնում ենք խաղաղության, մեր երկիրը պատրաստ չի դրան, հասկանում եք։ Ես լավ անելու եմ համաձայն չեմ, Եկեք մի պահ վերցնենք Ես հիշում եմ ԿՊԱ-ներից մեկը հայտարարեց, ասես մոնոէթնիկ պետքա սովորենք մոնոէթնիկ չլինել։ Չէ, մի պահ եկեք վերցնենք, որ մեր երկիրը իսկապես ուժեղ անվտանգային համակարգ ունի, մեր երկիրը ոտքի է կանգնել, պատկերացնենք, վերադառնանք 18 թվականի, 20 թվականից առաջ, 18 թվականից առաջ, երբ Հայաստանը Հայաստան էր, Արցախը Արցախ էր, որ գային այստեղ ապրեն, ինչ էր փոխվելու։ 300,000-ի պարագայում 300,000 չէին, 300,000 հասկանում, բայց 300,000 ուզեին էլ չէին գա, որովհետև մենք այն ժամանակ ուժեղ էինք։ Հիմա գիտեք ինչի կուզենան գա, որովհետև մենք թույլ ենք։ Այդ տարբերությունը դրանում է։ Ես մի քիչ այս հարցին նաև արժեքային առումով եմ փորձում մոտենալ, պարոն Համբարձումյան, ինչ տրամադրություն, որ ես նկատում եմ, որ Հայաստանի իշխանությունները հետևողականորեն փոխում են հայ ժողովրդի մեջ արտաքին թշնամու կերպարը։ Ու երբ որ արտաքին թշնամու կերպարը փոխվում է, այսինքն հայ ժողովրդի ինչ որ հատված սկսում է ասել, որ Ադրբեջանը, ֆիքսում ադրբեջանցին չէ, Ադրբեջանը թուրքը չէ, Թուրքիան մեր թշնամին չի, այսինքն ես չեմ իշխում նացիստական, ռասիստական մակարդակի, ես պետությունների մեր պետության նկատմամբ անվտանգային մարտահրավերների մասն եմ խոսում։ Երբ որ փոխվում է այդ արտաքին թշնամու կերպարը ու արտաքին թշնամու դիրակում Ռուսաստանը եւ հիմնականում Ռուսաստանը, այստեղ նաեւ քո իմունիտետն է որպես այդպեսին սկսում վերանալ։ Գիտեք, հասկանալու համար քո թշնամին է թե քո թշնամին չի, ընդհանրապես պետք է նայել ով այսօր օկուպացրել քո տարածքը։ Ադրբեջանը։ Ով այսօր քո հայրենակիցներին որպես ռազմագերի պահում են տեղ։ Ադրբեջանը։ Ով այսօր քո Հայաստանի տարածքը համարում արևմտյան Ադրբեջան։ Ադրբեջանը։ Ով է իրեն օգնում։ Թուրքիան։ Ով է քո սահմանները փակ պահում։ Թուրքիան։ Ով մկրտումներ ունի քո հայրենիքի նկատմամբ։ Թուրքիան ու Ադրբեջանը։ Հիմա ոնց գնահատենք։ Թշնամի է թե թշնամի չի։ Գործողությունները թշնամական են թե թշնամական չեն։ Հակառակը նայենք Ռուսաստանի պարագայում։ Կա այդ նույն ռիսկերը Ռուսաստանի հետ կապված։ Ես համոզված եմ, կարող չպետք է ասեմ համոզված եմ, բայց համենայնպես այդպես եմ կարծում։ Եթե Նիկոլ Փաշինյանը մի քիչ իր հակառուսական քաղաքականությունը թույլատնի, նորից միգուցե հարաբերությունները նորմալանան։ Ռուսաստանից ագրեսիա Հայաստանի նկատմամբ ես երբեք չեմ զգացել ու չեմ զգում։ Դե տեսնենք ընտրությունները մոտենում են իրենց պիկին, այսպես ասենք, եթե գանք Երևան, շատ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ շատ հետաքրքիր զրույցի համար եւ այսպես իմ հյուրերը ԱԱԾ նախկին պետ, ԱԱԾ Պայեստազորի սպաների միության համահիմնադիր Միքայել Համբարձումյանը, մենք կհանդիպենք, մնացեք խաղաղությամբ։